Ես աշխատում եմ շատ քիչ մեկնաբանեմ, որովհետև բազմիցս ասել եմ արժանինքներ չունեն, արժանավոր մարդ չկա, որ խոսամ, ստե մի մասնիկ ես իրաց կանրադառնամ, ժողովրդավար պետությունն է, ժողովրդավար կառավարությունն է, բայց այսօր առավոտ մենք նկատեցինք ժողովրդավարությունը, երևի 30 տարվա մեջ առաջի անգամ էր, որ բոլոր մուտքերը փակված էր, կառավարական միջոցառում կար։ Մնացած բոլոր ժամանակները, բոլոր իշխանավորները ժողովրդի հետ, ճիշտ է, մի քիչ առանձին, բայց ժողովրդի հետ համահունչ, ժողովրդի կամքը, չնայած խոսում ենք մենք դրանից, բայց երկրորդ ցեղասպանությունը, ես համարում եմ ցեղասպանություն էր Արցախում 23 թվականին, մենք դաժե մեկ օր չհայտարարեցինք սգոր, եթե չեմ սխալվում, պատգամավորը, որ մահացավ, իրանց ֆրակցիայի բոլորը խառնված սգում էին դա։ Դրա համար իշխանության մասին բացարձակապես չեմ ուզում մեկնաբանեմ եւ ավելնորդ է խոսալը, բոլորը արդեն հասկանում են, որ սա իրանց ժառանգները հիմի ներկապային մեր սփյուռքը բաղկացել է այդ մարդկանցից։ Հիմա կտրելով, մերժելով ցեղասպանությունը եւ այլն, տանում են մեզ սփյուռքի հետ ընթարման, արցախցիների հետ ընթարման, դա ոչ մեկին ձեռնատու չի։ Ցեղասպանության զոհերի հիշատակը միայն ոգեկոչելը բավարար է, ինչ կոնկրետ գործողություններ պիտի լինեն, որտեղ մենք տեսնում ենք, որ այլևս իշխանությունների համար առաջնահերթություն չի ցեղասպանության հարցը օրակարգում, տեսնում ենք, որ ասում են, պիտի հասկանանք, թե ինչպես ենք ընկալել ցեղասպանություն։ Հարգելի լրագրողներ, ես եւս մեկ անգամ ասում եմ, այս կառավարությունը բացարձակապես հայամետ ինչ-որ մի բան չի անում։ Սա պլանավորած թուրք-ադրբեջանական տանդեմի հետ աշխատում է համատեղ։